ուզում եմ անդրադառնալ նաև վերջերս ամենամեծ հումորը արեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, շատ լուրջ, սենց եգիպտական փարավոնի, Ռամզեսի դեմքի լրջությամբ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ 26 թվականի հունիսի 7-ի ընտրությունները լավագույնն են եղել Հայաստանի պատմության մեջ։ Առաջարկ ունեմ, որ անընդհատ Վահագին և ՍԴ-ներին և մյուսներին չստիպեք հայտնվել այսպիսի անհեթեթ վիճակում։ Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարեց, որ ինքը ընդհանրապես իր երկրում Նիկարագուայում չեղարկում է ընտրությունները, որպեսզի անընդհատ տարբեր հակապետական ուժեր չփորձեն և չձգտեն իշխանության։ Հրաշալի օրինակ է Օրտեգայի օրինակը, մի անգամից եկեք ազգային ժողովով, հետո ձեր ՍԴ-ով ընդհանրապես չեղարկեք ընտրությունը, որ կարիք չլինի այս էպոպեաները կենտրոնական ընտրական, սահմանադրական դատարան անցնել, որ վերջում էլ Ռամզեսի ֆեյսով հայտարարություններ չարվեն, թե 26 թվականի ընտրությունները լավագույնն են եղել Հայաստանի ողջ անկախության պատմության ընթացքում։ Ուրեմն սա այս մասով ուզում եմ անդրադառնալ նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդրին, հերթական կաթնամթերքի արտահանումը ևս արգելվեց, ընդամենը թվեր բերեմ, ուրեմն կաթնամթերքի արտահանումից 16 միլիոն դոլար միայն ռուսական շուկա էր, 85-90% Հայաստանում արտադրվող կաթնամթերքի 25 թվականին այդ թիվը կազմել է 16 միլիոն դոլար, որից 13.5 միլիոն դոլարը բաժին է անկել Հայաստանից դեպի Ռուսաստան պանրի արտահանմանը, այսինքն Հայաստանում արտադրվող պանրի 82.5%-ը էքսպորտ է արվել Ռուսաստան, այսինքն այս հսկայական քանակության կաթնամթերքը, պանիրը, որ արտադրվում է Հայաստանում, 85%-ը մոտավորապես գնացել է Ռուսաստան և հիմա Ռուսաստանը չի ընդունում նաև Հայաստանում արտադրված կաթնամթերքը, պանիրը բնականաբար անհեթեթ պատճառաբանությամբ, որ այնտեղ ստուգումների արդյունքում անհամապատասխանություն են հայտնաբերել, հասկանալի է, որ հարցը քաղաքական է, սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ ոչնչանալու է նաև Հայաստանի ամբողջ ֆերմերային տնտեսությունը, ուրեմն անասնապահությունը իմաստ չի ունենալու, ուրեմն կովեր, կաթնատու կենդանիներ պահել, իմաստ չի ունենալու այս քանակի ուրեմն կաթնամթերք արտադրելը և արդյունքում, օրինակ, Հայաստանում տավարի մսի կիլոն դառնալու է, ասենք, 50,000 դրամ, որովհետև ֆերմերները մորթելու են անասուններին, որովհետև այդքան կաթ պետք չի լինելու, այդքան կաթնամթերք հայկական շուկայում և պանիր սպառող չի լինելու և արդյունքում Հայաստանի թե գյուղատնտեսությունը, թե անասնապահությունը ամբողջապես ոչնչանալու է, բայց եթե մեր ֆերմերները, գյուղատնտեսությամբ զբաղվողները շարունակում են դա ողջունել և ասել կարևորը մենք ռսի ստրուկ չենք լինելու, ես ծափահարում եմ ձեզ և միանում եմ, որ մենք կարևորը գուբերնիայի ստրուկ չենք լինելու, վարկերի տակ կմեռնենք, ես չգիտեմ, կգնանք դահ կգա հարկադիր կատարողը մեր տունը, տեղը, գյուղը, ունեցվածքը սաղ կտանի, բայց մենք ռսի շպիոն չենք լինի, ռսի ագենտ չենք լինի, ռսի ստրուկ չենք լինի և կսպասենք, թե երբ Կայա Կալասը կամ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալու և ձեր պանիրը առնելու։ Ձգտարտադրողներն էին, կառավարության Այո։ Եվ ծիրանի հետ կապած նրանք գովում են իբր ծիրանը արտանում ավելի այն ֆեյքերի պոակը համակարգում շախարանը հմեկող պարտարին հայտարարում
Ծիրան կարտահանվի Եվրոպա, որ մենք չենք ունենա անգամ ծիրան ուտելու, արի ու միասապ ասվում է Իսպանիայի արտահանվել, ընդ փչացած ծիրան։ Հա, բնականաբար ինքը հասկանալի է, որ չի կարող։ Ես շատ ուրախ կլինեմ, որ մեր ծիրանը հայտնվի եւ մեր գյուղմթերքները հայտնվեն Եվրոպական միության շուկայում, բայց այդտեղ ես պիտի համաձայնեմ Նիկոլի հետ։ Ծիրանը թողնում ենք մի կողմ, պոմիդորի, վարունգի եւ մյուսների մասով, որակը չի համապատասխանում։ Դուք չեք անցնելու եվրոստանդարտները, նույն Նիկոլն էր ասում, ձեր վատորակ գյուղատնտեսական մթերքները, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ նույնիսկ եթե ստանդարտիզացիան բերվի համապատասխան մակարդակի, հնարավոր չի, դու չես կարող օրերով, հա, մի շաբաթ մեքենաներով ծիրան եւ ծաղիկ արտահանել, հնարավոր չի։ Դրա ինքնարժեքը կլինի 20-30 եվրո, ծաղիկի հատն էլ կլինի 10 եվրո եւ ավանակ եվրոպացի, որ 30 եվրոյով 1 կիլոգրամ ծիրան կամ մի հատիկ ծաղիկը 10 եվրոյով առնի, ես ամբողջ Եվրոպայում չեմ տեսել, եթե դուք կկարողանաք էշ եվրոպացի գտնել, ես կշնորհավորեմ ձեր, ինչ ասեմ, նախաձեռնողականությունը։ Հայաստանում մեր հայրենակիցները Բաքվում շարունակում են խոշտանգվել, Հայաստանում շարունակում են Արմեն Աշոտյանը որորդ անգամ իր ծնունդը նշում է Հայաստանում, անցած շաբաթվա վերջը վերջինիս ծնունդը, Անդրանիկ Թևանյան, Արեգնազ Մանուկյան, շատ կարևոր, հա, խնդրեմ ես մասով գիտեք պարոն Ծառուկյանի նկատմամբ եւ բոլորի շինծու գործերը, խնդրեմ։ Հուլիսի 25-ին Արմեն Աշոտյանի ծննդյան տարեդարձներ 4 անգամ 4 տարի անընդմեջ Արմենը իր ծննդյան տարեդարձը նշում է անազատության մեջ 3 տարի բերդում 1 անգամ նշել է տնային կալանքում եւ եթե փորձեք տրամաբանական բացատրություն գտնել թե իրավական առումով ինչի է Արմեն Աշոտյանը բերդում, ես այդ տրամաբանական բացատրություն գտնողին ամեն ինչ կանեմ, որ ներկայացվի Նոբելյան մրցանակի, չկա նման բան, Արեգնազ Մանուկյան, հայտնի չի ինչի է բերդում եւ ամենազարհուրելին խախտվել է միջազգային իրավունքով անչափահաս երեխայի լավագույն շահի իրավունքը եւ անչափահաս երեխային եւ 85-ամյա ծեր ու հիվանդ մորը թույլ չեն տալիս որ հանդիպի Արեգնազ Մանուկյանի հետ նույնը մեր մյուս Քաղ բանտարկյալների մասով սա զարհուրելի է, բայց ամենազարհուրելին այն է, որ միջազգային հանրությունը, որ նախկին իշխանության ժամանակ այսպիսի բանի մի տոկոսը, հա, այս պատկերի մի տոկոսը անգամ լիներ, Հայաստանի սաղ կիսլարոդները եվրոպական կփակեին, ոչ միայն որևէ կերպես ամեն ինչի արձագանքում, այլև ողջունում է սեպտեմբերի առաջի դեկադային Երևանում լինելու եվրոպական ժողովրդական կուսակցության փաստահավաք առաքելությունը այն կուսակցության, որը ինքը մի քանի անգամ հայտարարություն ընդունել Հայաստանում քաղբանտարկյալների արկայության եւ կոնկրետ Աշոտյանի մասով հիմա գալիս են որ տեսնան քաղաքացիական պայմանագիրը համապատասխանում է ժողովրդավարական չափորոշիչներին ԵԺԿ ընդունելու համար ԵԺԿ ձեզ չի հուզում որ այն մարդը ում վերաբերյալ դուք արձանագրել եք ձեր բանաձևում որ քաղաքական բանտարկյալը շարունակում է մնալ կալանքի տակ Եվ ինչ է հատկանշական դուք մի գրառում եք արել այդ սույն ասացիք եթե անգամ ավտոծավալուց ձեռքին ծխավախտու ծնդական այո Վիգեն Ավետիսի մասին դե գիտեք ես հա Այս վերջը բարձեցիք ինքներ կառույցի բաժանդարձ Գիտեք այդ մարդը այդ ով իրան դրել է Միքելանջելոյի Պրիչոսկի կամ Սանդրո Բոտիչելիի Պրիչոսկի տեղ այդ Բոտիչելին էլ չէ սենց ինչ որ Պրիչոսկա ուներ ինչ որ սենց հայտարարություն արեց որ մի քանդակագործի իրան պատմել է
Չի հիշում ով է պատմել, հետո հիշեց, որ պատմողը մեռել է, հետո հիշեց, որ նրան, որ գցել են վանդակը նայել է մեռե, բայց հարցը առաջանում, որ մեռել է վանդակում, ոնց է մեռած դուրս եկել պատմել, գիտեք, սա իրականում մենք ծիծաղում ենք, մենք հեգնում ենք, բայց սա իրականում ողբերգություն է, որ իրան մտավորական համարող մարդը կարա այնքան գծնի, այնքան իջնի աբսուրդի բոլոր դարակները, որ այս կարգի հայտարարություն արի, հա ինձ մի պահ թվաց ինքն էս նատուրալիստական այդ բանը նկարագրեց, այն Ստանիսլավսկու նատուրալիզմով, հա ռեալիզմով նկարագրեց այդ քանդակագործի տանջանքները վանդակում, որ ասեցի կարող է ինքն ա եղել, բայց մտածեցի չէ, նիստիկով կա, ինքը ասում է մեռել է, ինքը վրոձի չի մեռել, բայց կրկնում եմ, սա է մեր մտավորականության, ցավոք սրտի մի մեծ հատվածի իրական դեպքը եւ սա է իրականում ամենամեծ ողբերգությունը, որ մենք չունենք մտավորական էլիտա։ Եվ այդ մտավորական ճոխը ասելը, բայց մեկն էլ կա Ռուբեն Հախվերյանը, ներողություն մեջ վերում անեմ, տուֆտում եք, սենց է խոսում, Ես չեմ ցանկանում, հա, մի մարդու անդրադառնալ, ով բոլոր իշխանությունների ժամանակ, բոլոր իշխանությունների գովերքողն է եղել, գիտեք, ես մի բան գիտեմ, որ այս կարգի մարդիկ բումերանգով իրենց պատիժը ստանալու են, եկեք ես այդ պատժի ստանալիքին չխառնվեմ։ Եվ վերջին հարց Տիկի Զորաբյան, հաշվի առնելով, որ ինչ աղետալի վիճակի են հասցրել տնտեսությունը, հայ մարդուն ինչ վիճակի մեջ են գցել, 5 միլիարդի պարգևավճար են։ Բնական է, ինձնից առաջ բանախոսը շատ հրաշալի նկարագրեց, թե ինչի համար է այդ ամենը այս իշխանության հենասյուներին պահելու համար է։ Ես մշտապես ասել եմ, եկեք մենք Նիկոլի օրակարգից չխոսենք։ Նիկոլը ֆանտաստիկ ճշգրտությամբ իր օրակարգը տանում է առաջ, եկեք մենք խոսենք Հակա-Նիկոլ Ճամբարի օրակարգի մասին, ինչ պիտի անի ընդդիմությունը, որ կարողանա այս աղետը կասեցնել։ Սա է հուսանք առաջիկայում, երբ որ կլինի խորհրդարանի առաջին նիստը եւ ընդդիմությունը կներկայացնի իր ճանապարհային քարտեզը, ինչպես Նարեկ Կարապետյանը ասեց, ինչպես են տեսնում խորհրդարան եւ փողոց համատեղ այս միացումը, հա, գործողության, մենք կտեսնենք կա հույս այս աղետը կանգնեցնելու, թե ոչ։ Բայց միևնույն ժամանակ Փաշինյանը անողոք է նաև իր թիմակիցներին։ Բնականաբար եւ լինելու է, բնականաբար։ Պարոն Հապետյանը ասաց, ինչ անել, Խաչատուր Սուքիասյան, Սամվել Ալեքսանյան, բոլորին Նիկոլ Փաշինյանը այլ տարբերակ չունի, քան բոլորի հետևից գնալը։ Ուստի պետքա կանգնեցնել այս իշխանությանը, կանգնեցնելու համար պետքա որ ընդդիմությունը ունենա իր սեփական օրակարգը եւ ոչ թե զբաղվի մշտապես Նիկոլի օրակարգին արձագանքելով, այն էլ վատ արձագանքելով։ Ես եմ շնորհակալ։